Գյումրին զարգանալու է ու ազատվի աղետի գոտու պիտակից։ Այս խոստմանը հավատացող շատ գյումրեցիներ կիրակի հավաքվել են Մուշ թաղամասում Մայր Հայաստանի հրավիրած հանրահավաքին։ Մայր Հայաստանի ցուցակը գլխավորող Կարեն Սիմոնյանին ջերմ են դիմավորում։ Սիմոնյանն էլ իր գլխավորած ուժի կարմիր գիծն է հայտնում գյումրեցիներին։ Ողջ քաղաքը խոսում է այս թիմի մասին։ Ջերմությունը կրկնապատկվում է։ Կարմիր հոծ գծով գծված է, որ ոչ մի պարագայում չենք միանալու քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Շատ գյումրեցիներ չեն ուզում քաղաքի ղեկը տալ Փաշինյանի թիմին։ Սիմոնյանը բացատրում է, թե ինչու։ Ականատես ենք եղել անցած տարիների վատ կառավարման սկսած կադրային քաղաքականությունից մինչև արտաքին քաղաքականություն։ Երիտասարդ ու հավակնոտ թիմով է քաղաքի ղեկավարման հայտ ներկայացրել Մայր Հայաստանը։ Գործարար Կարեն Սիմոնյանը ընտրողներին պատմում է բանվորի աշխատանքից սկսել, գործարանի տնօրենի պաշտոնին է հասել, զոր ու գիշեր աշխատելով։ Քննարկել ենք այդ հարցը։ Նույնը խոստանում է Գյումրիի քաղաքապետարանում անել։ Գյումրին ճանաչեն ազատ տնտեսական կոդին, Մուշ թաղամասը ինչ ակտիվություն է ապահովելու, ինչ զարգացում է ունենալու, աշխատատեղերը ամենաշատն են լինելու և նաև Գյումրին հավաքնելու է դառնալ լոկոմոտիվ ամբողջ Հայաստանի համար։ Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու Մայր Հայաստանի նախագիծը այս օրերին ամենակննարկվողներից է Գյումրիում։ Ովքեր Շատերը գիտեն, կարճաժամկետ ու շտապ լուծվող խնդիր չէ։ Մուշի բնակիչներին շտապ լուծվող հարցերի խոստումներ ունի Սիմոնյանը։ Աղբահանության հարցը խոստանում է լուծել աղբի վերամշակման գործարանով։ Շփվելով արտաքին աշխարհի հետ, զարգացած պետությունների հետ, կարողանանք նաև ներդրումային հոսքեր ապահովելով կառուցել աղբի վերամշակման գործարան, որը այդ հարցը մենք ընդմիշտ կվերացնի։ Նաև եկամուտներ կստանանք այդ գործարանից, ինչու ոչ։ Երթի է վերածվում Մայր Հայաստանի հանրահավաքը, քաղաքացիների արձագանքից գոհ է Սիմոնյանը, վստահ է մարտի 30-ին Գյումրին ընտրելու է 4-րդ կվյա թերթիկը։ Պարտավորեցնող է այդ ամենը, որ այս թիմը պետք է անպայման արդարացնի բոլոր գյումրեցիների հույսերը, ինչու՞ չէ նաև ամբողջ Հայաստանի։ Էդգար Ղուշչյան, Ալբերտ Սերոփյան, Հենրիկ Համազասպյան և Նորայր Հակոբյան, Հայրույթ։